սցենարով կարող են ցես կա կարծիք, որ ընդդիմադիր սցենար եք դուք ինքներդ կանխատեսում։ Ընտրված քաղաքապետին կարող են։ Ես մի բան գիտեմ, որ պետք է խայտարակվեն, ամբողջ աշխարհով մեկ պիտի խայտարակվեն, որովհետև ուրեմն ամբողջ աշխարհով մեկ ինձ այնքան զանգեր է գալիս։ Հայերի կողմից, մեր հայ ազգի կողմից, այնքան զանգեր է գալիս, այնքան ինձ հետ խաղում են, այնքան ինձ գնահատում են, հասկանալի է, ես կապերի մեջ եմ բոլորը։ Սրանք կդառնան պլենդուզի թե մագարտագին են, պլենդուզից կիշնեն ներքև կխայտարակվեն բան։ Հետո սա Գյումրին է, իրանք չմտածեն, եպիսկոպոսին գիտեն թե մարսել են, որ իրանք տարեկապահել են եպիսկոպոսին։ Ես օրինակ Միքայել Արք եպիսկոպոսին հասկացա, որ նայում են, իրենք ոչ մի բանի սրբություն չունեն։ Մենք որ տեսնում էինք, մինչև այսօր տեսնում ենք նմանատիպ համազգեստ հակած հոգևորական, մենք չենք նայում մեջը ով է։ Մենք նայում ենք համազգեստը եւ մեր բարեխոսն է առաստված։ Մեր բարեխոսներն են իրանք երկրի վրա առաստված։ Իրենք աղոթում են մեզ համար, իրանք մեր մեղքերին թողություն, իրանք ասում են Տեր ողորմյա, հիվանդներին բժշկություն տուր, ննջեցյալներին առկայություն տուր, նեղյալներին ազատություն տուր, բոլորի տեղն են աղոթում եւ մենք դա մեր հոգեվոր դասն է։ Դերը այդ համազգեստով, այդպիսի եպիսկոպոսին կանգնեցրել եք ասում եք բանը ինչ են ասում ամբաստանյան եպիսկոպոսին ասում են ամբաստանյան ոչ չափ ունեն, ոչ տակտ ունեն էլ սրանց ինչ ասեմ, ինչ բնութագրեմ սրանց կարելի բնութագրել հոգևորն են դատում, հասկանալի է օդի մեջը իրանց կատարածը մարդը ասել է, որ ամբողջ ժողովուրդը Ստավաջան է ասում Ամբողջ ժողովուրդը, այսօր ժողովուրդը ինչ է ասում, գիշեր ցերեկուր գնացին բղավեցին Ստավաջան, ձեր ամբողջ ԿՊ-ի ժողովուրդը ինչ է ասում, այն մարդն էլ լավ այդ խոսքերն ասեց, իրավունք չունի այդ մարդը, 2 տարի առաջ բան է ասել, դուք ինչ որ ասում եք, հենց ձեր խոսքերը հանեք ջրի երես, դուք ավելի սարսափելի բաներ եք ասել ու արել, քան թե այսօրվա մեր եպիսկոպոսը, մի խոսքով խայտարակություն է, մեղք է, ես մեղքում եմ, նոր քրեական գործ է, պարոն Գուկասյան, երեխեք, հեշտով ասեք, ձեր նկատմամբ, հնարավոր է ձեզ ձերբակալեն դատելով այն բանից, որ միշտ ասում են Նիկոլ Փաշինյանը թեթև ֆեյսբուքյան գրառումներով հրահանգ է տալիս Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հարցը պետք է քաղաքական լուծում ստանա, քաղաքական ձևով պետք է հարցը լուծեն։ Եվ ասես կապ չունի, որ քաղաքապետի մակարդակով է ասվել, միևնույն է Հայաստանի Հանրապետության անվտանգության խոսքը այն մասին է, որ նշել եք Հայաստանը ով է, որ ինքն իրենով որոշում կայացնի, առանց չեն կարող։ Ներողություն, ես բացատրեցի, ասեցի, ես ասել եմ միություն կազմել։ Եթե միություն կազմելը հակի, դա իմ կարծիքն է մեր որոշում։ Ես խոսքի ազատություն եմ, քաղաքապետը իրավունք չունի այդ խոսքը ասելու։ Հա, մի բան էլ ասեմ, քաղաքապետը այստեղ հրետուր մի հատ տա, այդ պապկեն տուրից։ Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուղարկած իմ 50 դիմումներից 6-ն է։ Հետ է ուղարկել Արայիկ Հարությունյանը, ասում է դուք իրավունք չունեք վարչապետին գրություն ուղարկել, պետք է ուղարկեք մարզպետարան։ Այսինքն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը պրոբլեմները, հոգսերը, երկրի տեղականի տակ ոչ միայն Գյումրի, ես ներկայացնում եմ, իրանք ասում են պետք է մարզպետարանով խոսեք վարչապետի հետ, հələ չինովնիկության, հələ ինչ աստիճան են սրանք որտեղ գրել։ Ու սրանց կարելի է վստահել Սրանց կարելի է վստահել ու հավատալ, որ սրանք ուրեմն դեմոկրատ մարդիկ են։ Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետականությունը ոտնահարողը դուք եք եղել, Արցախը դուք եք տվել, Հայաստանի հողերը դուք եք տվել, Հայաստանի դրոշը փոխողը դուք եք, Հայաստանի Արարատ լեռը հանողը դուք եք, եւ այսօր ով հայրենասեր է բանդում է։ Ով հայրենիքի անուն է տալիս, ով ճշմարտության ջատակով է, ամեն ինչ անում եք այդպիսի մարդկանց գլխին։ Դրանց անունը մի խոսքով գիտեք ինչ կա, ասելու բան չկա։ Դուք ձեզ իրենք իրենց ցույց տվեցին։ Իրենք իրենց այնպես են դրսևորել, որ ժողովուրդը իրանց գնահատականը կտա։ Հա ես ձեզ ասում եմ, հավատացեք, ձեր ժամանակը հասյալ է, վերջացավ, էլ սրանից են կողմ, անելու բաներ չունեք, այնքան բան եք արել վատ ժողովրդի նկատմամբ։ Բոլոր ձեր այսքան հոգս երկրում, հələ նա թող ժողովուրդ ասի, այսքան հոգս որ երկիրն է պատճառը իր ժողովրդի։ Այսքան պրոբլեմ, այսքան հոգս, արա երկիրը ժողովուրդը մարդիկ պետություն են ստեղծում, մարդկանց ընտրում են, որ իրենց հոգսերը, իրենց պրոբլեմները հոգա, այսքան հոգս, այսքան պրոբլեմ, որ երկրի ղեկավարությունն է պատճառում իր ժողովրդին։ Սրանք էլ բանու գործ չունեն, հասկանում են, դիտավորել եք անում, որ տակը մարդ չմնա դառնա թուրքական վիլայետ, հասկանալի է։
Բոլորս հասկանում ենք։ Մեզ իպես տղեկին է բոլորին բանդարգում եք, աքսորում եք, խփում եք, ես եք անում, որ ասենք ազատվեք։ Այն ստրուկ խավը թողնեք, ինչ ուզենաք, ասեք, ինչ ձևի խապեք, այդ ձևի գնա առաջ, չի լինի, աննանին բան է, չեք կարող։ Այս ժողովրդի տերը Աստված է, հայոց ժողովրդի տերը Աստված է, եւ մեր բարեխոսները Գրիգոր Լուսավորիչն է, Արիստակեսն է, Վրտանեսն է, Ներսես Մեծն է, Սահակ Պարտևն է, Վարդան Մամիկոնյանն է, Գրիգոր Նարեկացին է, Գրիգորի եւ Մովսեսի տատեվացիներն են, Անանյա Շիրակացին է եւ այդպես շարունակական։ Այսինքն դուք չեք, որ այսօր եք այնտեղ նստել եք։ Աստված ասում է, ես ձեզ բերեցի, դրեցի ղեկավար, որ դուք իմ ժողովրդից տեր լինեք, բայց երբ որ դուք ժողովրդին տանջեք, նրանք ինձ կաղաղակեն, եւ ես իրենց ձայնը կլսեմ ու ձեզ կպատժեմ։ Այդ Սաղմոսները ասում է, Սաղմոս եմ կարդում, Սաղմոսները չես կարդում, մեջը ինչեր է գրված։ Թե ուղղակի կարդում ես, որ քեզ ցույց տա ժողովրդին, թե Սաղմոս, այդ Սաղմոսները ձեր պատիժը կտա, մեղք եք, դարձի եք, մտածեք ձեր ազգի, ձեր ժողովրդի մասին։